Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր ես գտնվում եմ Սևանի ափին, գտնվում եմ Գեղամա լողափում, հրավիրված եմ խաշ ուտելու, իդեպ ասեմ շատ հրաշք տեղ, շատ գեղեցիկ տեղ է, թե ամառվա համար, թե ձմեռվա համար, իր կոտեջներով, իր ամեն ինչով, այնպես որ բացի խաշից, այստեղ կարելի է ճաշակել ձկան տեսականի, թե ձկան գաթա, ձկան խորոված, ամեն ինչ շատ հետաքրքիր տեղ է, ես վիկեպետոնից կցուցադրեմ, հիմնած գնանք այս գեղեցիկ բա որտեղ ենք խաշ ուտելու, իդեպ ասեմ, այս տարի իմ խաշի սեզոնը փակումը այստեղ եմ անում, քանի որ վաղվանից գործի խնդիրների հետ կապված բնույթը այնպես է, որ չեմ հասցնել խաշ ուտեմ, եկել եմ Գեղամա լողափ խաշի փակումը անեմ, ասեմ մոտապես որտեղ է գտնվում, Սևանի գային ասում եք, մոտավորապես 6-700 մետր գալիս ենք աճի վրա, տрафարետի վրա ցույց է տալիս Գեղամա լողափ դեպի աճ, եթանք տեսնենք Մերսի մեր կուպեն, շատ գեղեցիկ տեղ է, այսի սեղանը ցույց տամ, այստեղ խաշը վայելելու ենք, համ էլ ականատես ենք լինելու լճին, շատ գեղեցիկ տեսարան է այստեղից, Այ խաշ շուտողին են, որ ասում են, ես էլ մեր խաշի սեր, այ մեր Սուսիկն է այսօր խաշը տալիս, պրիվետ Սուսիկ ջան, ոնց ես, ոտներս խերով լինի, ես որ որոշել եմ խաշի փակումը ձեր մոտ անեմ, մեր հայտը յուղը տեա, վայ չուտողին, իրոք անկեղծ եմ ասում, շել հետևորդներ ջան, ես բեսետկեն շատ եմ սիրում, այստեղ խոհանոցը շատ լավն է, այստեղ նրանով այնքան ու ալա, որ կարող ես համ խմել, համ օգտվել ու վայելել այս բնությունը, սարերը վայելել Սևանա լիճը։ Էսի իրա կուպեներն է, կարան այստեղ կուպեներում գան, խաշտել ուտեն առանձին, կոտեջներ, ամառը հանգստանալ համար շատ լավ տեղ է, երթով կուպեները գալիս են։ Ես մոտապես չատ է, շատ է լավ էլ տեղա, լիճը մոտիկ, ստեղ ոնց որ պատվեր կա չէ, տես արդեն ստեղ պատվեր է կա, լավ էլ տակ տեղա, ստեղին մաղթենք մարյա խոզակով կնիստելու են, դուզ գան գործուն ենք ստեղի հետ, Գեղամա լողափ, Սևանի գային ասնում ես, և 400 մետր ընդ տрафարետը ցույց է տալիս, աճ լճի ափին, շատ լավ տեղ է, փորձենք մտնենք այս կոտեջը, բիսետկաները ոնց հասկացա, անվճար է, կոտեջներին է պատկանում, մանգալով, մտնենք տեսնենք, Այսի են որ ասում են զալն է, շատ էլ սիրուն մեծ, այսի խոհանոցը, տեղում կարան պատրաստեն, մարդիկ, այսի վաղուց կարան, այս էլ ասում են սպայլնաները, ջրաններ էլ շատ սիրուն է, երեխու, օրորոսն էլ սաղ նախատեսված է, բրավո, շատ լավն է, ստեղ կար, երկուսենակ, փաստորեն էսի ընտանիքով կարան գան ստեղ հանգստանան, գների համար, մենք էջում կթողեմ, զանգարեք, ճշտեք, այստեղ կարան ամանորվա գիշերն էլ գան մնան, ես կոտեջները ոնց հասկացա, Դե ինչ էլ հետևորդներ ջան, ես ցուցադրեցի շատ գեղեցիկ տեղ է Գեղամա լողափը, այնպես որ ընտանեկան ընկերությունով, կոլեկտիվով կարող եք գալ, ձեր միջոցառումները անցկացնել այստեղ, մինչև 60 հոգանոց ունենք կուպեներ։ Շնորհակալություն ևս մեկ անգամ Գեղամա լողափի տնօրինությանը, իմ լավ բարեկամ Նավերին, նաև հրավերքի համար կարելի ասել խաշի սեզոնի փակումը այստեղ ես արդեն արեցի։ Հասցեն ևս մեկ անգամ ուզում եմ նշել
Երևանից երբ որ գալիս ենք շարժում ենք դեպի Սևան, գային աստում ենք, գային 700 մետր մոտավորապես հեռավորությամբ գալից աչի վրա տրաֆարետը ցույց է տալիս Գեղամա լողափ, այնպես որ կարող եք ձեր հանգիստը վայելել Գեղամա լողափում եւ ամռանայ եւ ձմռանայ, այնպես որ վստահ եղեք չեք փոշմանի, գններն էլ կարևորը շատ մաչելի է։